Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բաքվում ընթանում է Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով հերթական դատական նիստը։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել մարտի 18-ին, որի ընթացքում 10-ից ավելի տուժողներ էին ցուցմունք տվել։ Նշենք, որ Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարության, ինչպես նաեւ Բաքվում ապօրինի գերության մեջ պահվող այլ քաղաքական գործիչների դեմ շինծու գործերով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին։ Անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում, բայց Հայաստանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Երևանում անցկացվող Արևելք-Արևմուտք դիմակայություն ֆորումի շրջանակում ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին է անդրադարձել նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, նշելով, որ Մոսկվան մտադիր չէ միջամտել պետությունների, այդ թվում Հայաստանի ներքին գործերին։ Նա նաեւ ակնարկել է, որ Հայաստանը չի կարող համատեղել Եվրամիությունը եւ ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ անդամակցությունը, որ միաժամանակ երկու աթոռին նստել չի ստացվի։ Ռուսաստանը միշտ ընդգծել է, որ մտադիր չէ միջամտել պետությունների, այդ թվում Հայաստանի ներքին գործերին, սակայն դժվար թե հնարավոր լինի համատեղել ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին անդամակցությունը Եվրամիության անդամակցության հետ։ Միաժամանակ երկու աթոռին նստել դժվար թե ստացվի։ Հավանաբար մեր երկրում է գիշերել Գերմանիայի նախագահ Շտայնմայերը ու դիվանագիտական սկանդալից հետո հենց Հայաստանից ստիպված է եղել իր աշխատակազմի ղեկավարին հրահանգել ներողություն խնդրել Ադրբեջանից։ Մեր երկիր ժամանած Շտայնմայերը սոցցանցում գրել է, թե Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին, բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրել, կից Արցախի դրոշներ տեղադրել։ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանին կանչել էին երկրի արտգործնախարարություն, բողոքի սուր նոտա հղել, ասել, որ նախագահի գրառումը համարել են ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Տեխնիկական սխալ է, արդարացել է պաշտոնական Բեռլինը։ Դաշնային նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել է դրոշի սխալ պատկերը եւ դրանքից տեքստը կապված Ադրբեջանի շրջաններից մեկի հետ։ Սխալը հայտնաբերելուն պես համապատասխան հրապարակումն անմիջապես ջնջվել է։ Հրապարակումն արվել է տեխնիկական սխալի հետևանքով եւ որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում։ Ես շատ վրդոված եմ այդ սխալից եւ ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որ վերը նշված հրապարակումը գործել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա։ Գերմանիայից արցախահայերի իրավունքների հետ կապված հայտարարություններ էլի հնչել են։ Նույնիսկ օրակարգից հարցը դուրս չի եկել, բայց Բաքուն այսքան սուր չի արձագանքել։ Բաքվի նյարդերը գրգռել են մեր արցախյան եռագույնը քաղաքագետը կարծում է հենց դրոշն է դարձել դիվանագիտական այս սկանդալի պատճառը։ Պետք է իրապես լինենք, պետք է պատրանքների մեջ լինենք, ոչ թե անկախություն կամ այլ ինչ-որ բաներ է պահանջելու Ադրբեջանից, այլ պարզապես արցախահայերի որոշ իրավունքների ապահովում ամենայն հավանականությամբ կարող է պահանջել։ Պարզապես երբ որ Արցախի դրոշ էր դրել, դա այսպես խիստ զայրացրեց Ադրբեջանին։ Մեր տարածաշրջանում խաղաղություն է ուզում Եվրամիությունը, նախ դրա համար է կառույցի դերակատար երկրի նախագահը գործուղվել Երևան ու Բաքու։ Ռեալ պոլիտիկի տեսանկյունից եկեք դիտարկենք, ապա մեր տարածաշրջանում ազդեցություն ուժեղացնելու, մեծացնելու հարց կա։ Հիմա երբ կողմերը խաղաղության պայմանագիր կնքելու գործն են ձեռնարկել, Եվրամիությունը ցանկություն ունի մյուս խաղացողներին դուրս թողնել լուսանցքից։ Նաև ռուսական գործ ունի թուլացման ասպեկտը կա։ Ռուսաստանը կոնֆլիկտներն օգտագործում է տարածաշրջաններում իր ներկայությունը ապահովելու, իր դիրքերը ամրապնդելու համար, իսկ Եվրամիությունը հակառակ դիրքորոշում ունի։ Ուզում է թուլացնել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Բաղրամյան 26-ում խաղաղության կոչեր արած Շտայնմայերի հետ համատեղ հայտարարության ժամանակ Հայաստանի նախագահն ասաց. հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, լավատես ենք, սակայն լավատես պետք չէ լինել Բաքվի ագրեսիվ քաղաքականության հարցում։ Հենց մեր հյուրը Բաքու հասնի, նրան հաստատ կպատմեն ադրբեջանական հեքիաթները, թե հայերը կրակում են, հայերն են փակուղի տանում խաղաղության օրակարգը։ Արդյոք կհավատա ներողություն խնդրած նախագահը։ Ապրիլի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի անվտանգային վիճակը, առկա մարտահրավերները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Արմեն Գրիգորյանը մեկ անգամ եւս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտապույտ կնքել խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղության։
Վաշինգտոնից Թեհրան հասած միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու Թրամփի նամակին Իրանը պատասխան նամակ է ուղարկել, որում ներկայացրել է հարցի շուրջ երկրի տեսակետներն ամբողջությամբ, այլ պաշտոնական մանրամասներ չկան, նամակը դեռ տեղ չհասած սպառնալիքի լեզու է գործի դրել նախագահ Թրամփը, եւ եթե իշխանությունները համաձայնության չգան, տխուր վատ սցենար կարող է զարգանալ։ Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ, բայց եթե հարցը չլուծենք, շատ վատ բաներ կպատահեն Իրանի հետ։ Կամ Իրանը կխոսի Թրամփի ուզած լեզվով, կամ գործի կդրվեն զենքեր Իրանի ուղղությամբ։ Թրամփի հրապարակային խոսքն այս մասին է, Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ներառում է երկամսյա վերջնաժամկետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները գաղտնազերծում էին ըստ այդ կոշտ նամակի, եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը եւ չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտներում դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան։ Իրանագետն ասում է, թեև երկրների միջև դիվանագիտական լեզուն սուր է, բայց ռազմական բախման չի տանի։ Երկուստեք շահերն են այդպես հուշում։ Իրանական կողմն էլ կարծես թե իր համար նախընտրելի պայմաններ է քաշում բանակցային գործընթաց սկսելու համար, կարծես թե Իրանը ցանկանում է դուրս թողնել նախ հրթիռային ծրագիրը եւ ԱԹՍ ծրագրերը եւ բանակցել միայն միջուկային զենքի շուրջ, իսկ Թրամփի իշխանությունը եւ դավավարությունը փորձում է Իրանի ռազմական կարողությունները որոշակիորեն սահմանափակել։ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել էր խաբեություն, որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից, սակայն մի քանի ժամ անց ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չէր բացառել, որ բանակցություն կլինի։ Նամակ ուղարկելու ու պատասխան ստանալու հանգամանքը փաստում է, որ կողմերին այս փուլում ռազմական բախումը ձեռնտու չէ։ Ամերիկյան հարվածը Իրանի համար լուրջ վտանգ կարող է լինել։ Մյուս կողմից Վաշինգտոնն էլ չի թաքցնում Իրանի հետ հակամարտելը հեշտ ու էժան գործ չէ։ Նաև իրադարձությունների նման զարգացումը հնարավորություն կտա տարածաշրջանի թուրքական երկու պետություններին օգտվել բացված պատուհանից։ Սա դարձյալ իրանական շահից դուրս է։ Իրականում ադրբեջանական հանրապետությունը կօգտվի, հավանաբար եթե լինի նմանատիպ գործողություններ, հենց նաև Սյունիքի հատվածում իր խնդիրները լուծելու համար։ Թուրքական կողմը իր ներքին խնդիրների լուծմամբ է զբաղված այս փուլում, բայց միշտ թուրքական կողմը դեմ չի եղել Իրան, Իսրայել, Իրան, Միացյալ Նահանգներ արճակատումներ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ գրում է, թե Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է անուղղակի բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Փորձագետը կարծում է, Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով մեր պետությունը կարող է լրջորեն շահել, եթե կարողանա նախաձեռնողաբար դառնալ հենց նման բանակցությունների հարթակ։ Հնարավորությունը սակայն դեռ չի նշանակում դրա հաջող իրացում։ Ուստի այս հարցում որպես առաջին քայլ անհրաժեշտ է համակարգված աշխատող հայկական երկու հատուկ բանագնացների նշանակում, որոնցից մեկը կաշխատի իրանական, իսկ մյուսը ամերիկյան ուղղությամբ։ Իրանի շուրջ իրադարձությունների ցանկացած սցենարը տրամաբանական հետևանքներ կունենա նաև իհարկե Հայաստանի համար։ Փորձագետները թեև այս պահին ռազմական բախման վտանգ չեն տեսնում, բայց մյուս կողմից զգուշացնում են Իրանի վրա իսրայելական կամ ամերիկյան հնարավոր հարձակումը կթուլացնի այդ երկրին այլ ճակատներում։ Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը կարող է թուլանալ։ Իրանի նախագահի քաղաքական հարցերի խորհրդական Մեհդի Սենային այցով Ադրբեջանում է այցի շրջանակում նախատեսված են Սենայի հանդիպումներն Ադրբեջանի նախագահի օգնական նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևի, արտգործնախարար Ջեյուն Բայրամովի եւ այլ պաշտոնյաների հետ։ Դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց մենք ճնշման ու սպառնալիքների ներքո Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունների չենք գնա, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին։ Օրերս Իրանը մերժել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկը, հայտարարելով, որ կբանակցի միայն երրորդ երկրների միջոցով։ Ի պատասխան Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը։ Գազայի հատվածում 40 օրով հրադադար հաստատելու համար իսրայելական կողմը պահանջում է ազատ արձակել 11 պատանդի։ Ըստ անվտանգության կառույցներում թերթի աղբյուրի խոսքը իսրայելցի զինծառայող Իդան Ալեքսանդրի մասին է, ով նաև ամերիկյան քաղաքացիություն ունի եւ 10 այլ պատանդի մասին է, բացի այդ իսրայելական կողմը պահանջում է Համաս շարժումից ամբողջական տեղեկություն տրամադրել Գազայում առևանգվածների վիճակի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական սպառնալիքից հետո Իրանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերել հրթիռները, որոնց մեծ մասը տեղակայված է երկրով մեկ սփռված ստորգետնյա օբյեկտներում։ Նշյալ հրթիռները նախատեսված են օդային հարվածներին դիմակայելու համար։ Հիշեցնենք, Թրամփը խոստացել է պահանջված զիջումներին չգնալու դեպքում չառաջար պատժել Իրանին։ Իրանցիները հրաժարվել են նման պայմաններում բանակցել Ամերիկայի հետ, հայտարարելով, որ պատրաստ են վճռականորեն արձագանքել ցանկացած ագրեսիայի։ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին միանալու գաղափարին, լրագրողներին ասել է Սերգեյ Կոպիրկինը։ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ փոխգործակցության ձգտումը միանգամայն բնական է։ Երևանում գործակցության կազմակերպությանը նվիրված սեմինարի շրջանակներում հայտարարել է դիվանագետը։ Այդ գործակցության հիմքում ընկած են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է միջազգային այդ կառույցը։ Այդ սկզբունքները համապատասխանում են բազմաբևեռ աշխարհի իրողություններին։ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ աշխատանքը օգուտ կբերի բոլորին։ Ժոզե Մոուրինյոն սեղմել է թուրքական Գալաթասարայը գլխավորող Օքան Բուրուկի քիթը, ինչից հետո վերջինս ընկել է հատակին։ Ավելի վաղ Բուրուկը Մոուրինյոին լացակումած էր անվանել մրցավարների աշխատանքի քննադատության պատճառով։ ԱՄՆ նախագահ առևտրային պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ։ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփն ապրիլի 2-ը հռչակել է Ամերիկայի ազատագրման օր եւ հայտարարել, որ Միացյալ Նահանգներ ապրանքների ներմուծման վրա սահմանում է այնպիսի ընդգրկուն մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարի սկզբից ի վեր։ Աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող պետության հետ բոլորն են ուզում գործ բռնել։ Այսպիսով Թրամփը կարծում է, թե բարեկամներին, թե հակառակորդներին կարող է ստիպել զիջումների գնալ։ Մինչև 50% մաքսատուրք ճնշում ներդրողների վրա, թե խթան, որպեսզի ամերիկացիները սկսեն տեղական արտադրությամբ զբաղվել։ Քանի որ ԱՄՆ-ն ձեռնարկել է ազատ առևտուրը աշխարհով մեկ, ներմուծումը շատ է աճել վերջին տասնամյակների ընթացքում։ Եվ եթե այդ տուրքերը ոչնչոտեն ներմուծմանը, ապա տեղական արտադրողները կդառնան ավելի մրցունակ։ Բայց կկարողանա Ամերիկան ծածկել պահանջարկը, արտադրել ամեն ինչ։ Տնտեսագետը համոզված չէ, Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, քան գնում են նրանից։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները։ Թրամփը համոզված է, թե կհաջողի։ Այսօր ազատագրման օրն է, սա ամերիկյան պատմության ամենակարևոր օրերից մեկն է, սա ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիր է։ Մենք Ամերիկան դարձյալ կդարձնենք հզոր եւ հարուստ։ Մեր երկիրը 50 տարուց ավելի է, ինչ խեղդված է, դա այլևս չի կրկնվի։ Տնտեսագետները հաշվում-հաշվարկում են, ինչ կա Թրամփի մտքին։ Նա համենայն դեպս ուղիղ է ձևակերպել, թե պատրաստ է բանակցությունների, եւ եթե որևէ մեկին դուր չեն գալիս նոր մաքսատուրքերը, նրանք կարող են չեղարկել ամերիկյան ապրանքների ներմուծման համար տուրքերը եւ դրանից հետո հնարավոր կլինի բանակցել։ Անհնար է կանխատեսել, թե ինչ մաքսատուրքեր կլինեն այն բանից հետո, երբ առաջիկա բանակցությունների արդյունքում յուրաքանչյուր երկիր համաձայնի կամ հանդգնի վիճաբանել Թրամփի հետ։ Այնուամենայնիվ, տնտեսագետներն արդեն իսկ գնահատում են, որ Թրամփի որոշմամբ ԱՄՆ ներմուծվող ապրանքների միջին հարկը այսօրվա 3-4%-ից կաճի մինչև 10-ից 15%։ Սկսել է շատ ռիսկային խաղ, եթե հաջողեց, կարող է ԱՄՆ-ին այն տալ, ինչ ուզում է, տնտեսական եւ արդյունաբերական ցիկլը ավարտվել է մեկը եւ սկսվում է նորը, ԱՄՆ-ն ձեռք բերի դոմինանտությունը, ավելի մեծ է իհարկե հավանականությունը, որ չի հաջողի։ Ապրիլի 5-ից արդեն Թրամփի էմոցիոնալ հայտարարությունը օրենքի ուժ կստանա։ Հայաստանի համար սահմանված մաքսատուրքը 10% է։ Այստեղ տնտեսագետի դիտարկմամբ մեծ չեն լինի հարվածները մեր արտադրողներին։ Մեր արտադրանքի հիմնական շուկան Ամերիկան չէ։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում падգամավորական մանդատը։ Падգամավորը գրառում է արել նշելով, որ Կիրակի Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել Հայաստանի ազգային ժողովի падգամավորի վարքին։ Վիլեն Գաբրիելյանը ներողություն է խնդրել բոլորից ու հայտարարել, որ վայր է դնում մանդատը։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով։ Անձնական խոզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվել է կպչուն ժապավենով 8 փաթեթ։ Ըստ նրա, փաթեթում կանեփ տեսակի թմրանյութ է, որը Տելեգրամի անալիքի միջոցով վերցրել է Երևանում Գյումրիում տեղադրելու համար։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Չծխող տղան գնում է բանակ, զորացրվում է ծխելու սովորությամբ։ Ազգային ժողովի փոխնախագահին է սա անհանգստացնում։ Առաջարկ ունի, ասում է, ծխախոտ գնելու համար նվազագույն տարիքային շեմը 18-ը դարձնենք 21։ Երիտասարդը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում եւ 18 տարեկանն է,
շեմը եւ ընտանիքներից հեռու գտնվելով, շատ արգելող բաներից հեռու գտնվելով, նաեւ միջավայրից հեռու գտնվելով, մի քիչ էլ, չգիտեմ, կարոտից, մյուսների օրինակին հետևելու այդ բանից ելնելով, բնույթից ելնելով, սկսում են ծխել, որը շատ վատ իհարկե բան է։ Այստեղ միջազգային փորձից է օրինակ բերում խորհրդարանի փոխխոսնակը։ Միացյալ Նահանգներում սրճարանները 21 տարին չբոլորացներին անգամ գարեջուր չեն վաճառում։ Հատկապես բանակում իհարկե ծխախոտի օգտագործումը շատ վատ ազդեցություն ունի համ կանոնադրական հարաբերությունների տեսանկյունից, համ սոցիալական տեսանկյունից, մեկը կարողանում է լավ սիգարետ գնել, մյուսը չի կարողանում, իրարից են ուզում սիգարետ ծխելու հատուկ վայրեր կան, այնտեղ զրույցներ են տարբեր տեսակի տեղի ունենում։ Հակածխախոտային մտորումների մեջ Արշակյանն առաջարկում է նաև, որ զորամասերի ու համալսարանների տարածքում արգելեն ծխախոտի վաճառքը, իրար փոխանցումը, ասենք օրինակ զինվորի ընտանիքն էլ չկարողանա այն զորամաս տանել կամ ուղարկել։ Առողջապահության ոլորտի փորձագետը թեպետ անցուղ միջավայրի կողմնակիցն է, սակայն այս հարցում վերապահումներ ունի։ Նախ սկսենք նրանից, որ չկա այսօր ստուգող, կարգավորող, կառավարող կոմպոնենտ եւ այսօր դեռ հələ ֆակտ է, մինչեւ 18 տարեկան ծխախոտի վաճառքի արգելքը գործում է Հայաստանի Հանրապետությունում, թե ոչ։ Տարիքային շեմը բարձրացնելու փոխարեն փորձագետն առաջարկում է արգելքի արդյունավետությունը լավ արգել։ Ազգային ժողովի փոխնախագահին ծանոթ մեկնաբանություն է, ասում է գործընկերների կարծիքներն էլ են տարբեր, բայց այս մեկը հատկապես մատնանշում է, ֆիքսել են։ Այս պահին գործող իրավական կարգավորումները չենք կարողանում վերահսկել, չենք կարողանում դրա խնդիրները կարգավորել, բայց նաև մի հատ նորից կոմպոնենտ ենք ավելացնում, ավելի խստացնող, որը նորից չենք կարողանալու վերահսկել։ Մեր երկրում 16 տարեկանից բարձր բնակչության գրեթե 28%-ը կանոնավոր ծխում է, եւ չնայած այդ թիվը կրճատելու համար գործադրվող ջանքերին, առնվազն վերջին տարիներին պաշտոնական հետազոտությունները միայն արձանագրում են թիվն աճել է։ Դե իհարկե շուկայում նաև փոխարինիչներն են ավելացել։ Եկող տարի նախատեսում են դպրոցների 26 գործուղված տնօրեն ունենալ։ Կրթական գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը։ Գործուղումը կիրականացվի, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, տեղը չի համալրվել կամ տնօրենն ազատվել է աշխատանքից։ Կրթության փորձագետի կարծիքով այսպիսով գերատեսչությունը հետ քայլ է անում, փորձում շտկել իր սխալներն ու բաց թողումները։ Մենք ինչ-որ բան փոխում ենք, հետո այդ փոփոխությունը ստեղծում է նոր խնդիրներ, փորձում ենք դա կարգավորենք, հետո նոր խնդիրներ եւ այսպես անընդհատ ինքը գծիկի պես գլորվում է։ Ցավոք սրտի մենք հիմա հասանք մի իրավիճակի, որ ունենք դպրոցներ, որտեղ արդեն երկար ժամանակ տարիներով տնօրեն չկա եւ հիմա փորձ է արվում այս նոր ծրագրի միջոցով այդ բացը լրացնել։ Գործուղվել կարող են այն հավակնորդները, որոնք ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ կամ կառավարության սահմանած կարգով ստացել են որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն եւ հաղթահարել են հարցազրույցի փուլը, ստացել են կրթության կառավարում եւ առաջնորդություն վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական։ Փորձագետը սակայն տնօրենների ընտրության հարցում խտրական վերաբերմունք է տեսնում։ Մենք անբավարար ենք նշանակում մի տնօրենի, որը ոչ մի վերապատրաստում չի անցել կամ տեխնացուի, եւ ինքը ծախողվում է, իր փոխարեն ուղարկում ենք մեկին, որը միջազգային կազմակերպության գումարներով, ամիսներով վերապատրաստվել է։ Պատկերացրեք X գյուղում ապրող տնօրեն է եւ իր ծրագրերը մերժում են 3 անգամ։ Բայց մեկը, որ ապրում է Երևանում եւ արտոնյալ ձևով մասնակցել է այդ ծրագրին, հիմա ինքը գալիս է գյուղ եւ դուրս է մղում տեղացի տեխնացուին։ Գործուղվող տնօրենին 138,300 դրամ լրավճար կտան 5 տարի ժամկետով, եւ չնայած տնօրենների գործուղման համակարգը աշխարհի որոշ երկրներում արդեն կա, այդուհանդերձ կրթության փորձագետը այս մեթոդը մեր դեպքում անարդյունավետ է համարում։ Եթե գործուղվում է հեռավոր մարզ իր բնակավայրից հեռու միտեղ, իհարկե դա այդքան էլ մեծ գումար չի եւ այստեղ հարցա թե ասենք արդյոք արդիկ պատրաստ են այդպիսի գործողումների, որովհետև այդքան էլ հեշտ չի այդ գյուղից գյուղ գնալ։ Այս մոդելը օրինակ տնօրենների գործողման Սինգապուրում կիրառվում է, բայց Սինգապուրը ինքը քաղաք պետության պես մի երկիր է, որտեղ այդպիսի խնդիրներ չկան, հեռավորություն եւ այլն։
Խաչատրյանի կարծիքով պետբյուջեից դուրս գրվող ահռելի գումարները կարելի է արդյունավետ տնօրինել։ Անհեթեթ է համարում նաև շուրջ 1400 դպրոցում վարչատնտեսական համակարգողների համար հատկացվող գումարը, որը գրեթե տնօրենի աշխատավարձին հավասար է վարձատրվում։ Եվ ուրեմն ո՞րն է այս արհեստական խառնաշփոթի նպատակը։ Փորձագետը չունի պատասխան։ Վերջին 2.5 տարիներին Երևան քաղաքում կանաչ տնկարկները ավելացել են 45.8 հեկտարով։ Խոսքը այն տարածքների մասին է, որոնք եղել են հողային մակերեսներ եւ չեն եղել կանաչապատված։ Կառուցվել եւ հիմնանորոգվել է 85.500 գծամետր ոռոգման համակարգ։ Տնկվել է 20.000 ծառ, հատվել եւ դուրս է բերվել շուրջ 4.000 ծառ չոր եւ վթարային վիճակի։ Երևան քաղաքում իրականացվել է խնամքի եւ սանիտարական էդի աշխատանքներ 42,000-ից ավել ծառ 2.5 տարվա ընթացքում ենթարկվել է սանիտարական էդի։ Եվ միևնույն ժամանակ Երևանը ամեն սեզոնին պատվել է ծաղկանոցներով, ինչպես նաև Երևան քաղաքում տնկվել է շուրջ 220,000 ուրեմն թփատեսակներ։ Արդեն այս տարի Երևանում 10 հեկտարից ավելի տարածքում ուրբան այգիներ կհիմնվեն։ Աշխատանքների մեկնարկը տրվել է Ծիծեռնակաբերդի եւ Սարալանջի հատվածում։ Տարվա ընթացքում այդ ուղղությամբ նախատեսված են զգալի աշխատանքներ։ Մայրաքաղաքի օդի մաքրության հարցում շատ կարևոր են ուրբան այգիները։ 3 տարի է մենք ձեռնամուխ ենք եղել, այո, Երևանի այդ լանջերը, հարակից լանջերը, հատկապես դեպի հյուսիս այդ կողմից շատ քամուտ է Երևանը, որովհետև տուրբուլենտ քամիները ինվերսիայի արդյունքում վերին գոտուց գալիս են ներքև, սկսվում է շարժ, որը եւ թերմիկ է եւ դինամիկ, այսինքն եւ ջերմաստիճանային փոփոխություն է բերում եւ տարբեր փոթորկային շարժումներ։ Միակ ճանապարհը ուրբան անտառների ստեղծումն է։ Ամեն բույս ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը եւ հիգիենիկ ստանդարտներով շատ խիստ կանոնակարգված է, թե ինչ բույսեր ընտրել, երբ փողոց են կանաչապատում մայրուղի, անտառ, պուրակ կամ օրինակ մանկապարտեզի այգի։ Այն բնապահպանական խնդիրները, որոնց առջև կանգնած է այսօր Երևանը, պարզապես անընդունելի են դարձնում ծառահատումներ կատարելը։ Անգամ միջազգային փորձագետներն են հարցադրումներ անում, թե ինչպես կարելի է նման բաներ անել։ Մերան կեսօր 3 օր, գիտես ինչքան երեխա կա։ Քանաքերձայթուն վարչական շրջանի Սարգսակավագի փողոցի 37 կոտրակ մեկ շենքի բակում մի քանի օր է հակասանիտարական վիճակ է։ 5 հարկանի 4 մուտքանի այս շենքի բնակիչների խոսքով պատճառը խցանված դիտահորն է, որից կեղտը դուրս է գալիս, հասնում մինչև գլխավոր փողոց։ Որոնց է մաքրեն, մենք շլանգով այդ կեղտը կմաքրենք։ Մենակ իրանք բացեն։ Աստեղ միշտ խցանվեց, ստեղ միշտ խցանվում է, բայց հիմա վերևն է։ Միշտ առաջ անգամ որոնտեղ խցանվել, այստեղ շաբաթը մեկ խցանում է։ Քաղաքացիների խոսքով գարշահոտին դիմանալ չի լինում, անցուդարձ անել եւս։ Բայց ասումները բակ է, փողոց չի, երեխաներ են։ Գիտես ինչքան փոքր երեխեք են։ Երեխեք չեն կարող ասեն ճանապարհը, վրա գնում։ Բնակիչները սկզբում Վեոլիա ջուր ընկերությանն են դիմել գործնական քայլեր չտեսնելով, հետո արդեն Քանաքերձայթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն են ահազանգել։ Վերջիններն էլ նշել են, որ հարցը իրենք չէ որ պետք է լուծեն։ Թաղապետարանն ասում, բա քաղաքապետարանը։ Իսկ Վիոլա ջուր վերջին անգամ երբ եք զանգել։ Առավոտը։ Ինչ են պատասխանում։ Գգանք, շաբաթուն վանից զանգել եմ, ասել եմ 50 բնակիչ է, երեխաները։ Երևանցիներն ասում են իրենք պարտաճանաչ վճարումները կատարում են, բայց փոխարենը վերջում իրենց խնդրի հետ մնում են միայնակ։